Նոյեմբերի 19-ից 30-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում անցկացվում է Երևանյան միջազգային թատերական փառատոնը, որը հիմնադրվել է 2023 թվականին եւ արդեն երրորդ անգամ միավորում է համաշխարհային բեմարվեստի կարևոր թատերախմբեր, հայկական թատրոններ եւ մշակութային հաստատություններ։ Փառատոնի հանդիսավոր մեկնարկը տրվել է Սիրո նամակ Հայաստանին պատմասացությամբ եւ ցուցահանդեսներով, որտեղ լուսանկարների, երաժշտության եւ խոսքի միջոցով ներկայացվում է ամերիկացի արվեստագետ Ուինսլոու Մարտինի ավելի քան 20-ամյա ճանապարհորդությունը Հայաստանում։ Բացման արարողությունից առաջ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հատկապես ընդգծեց փառատոնի գաղափարական առանցքը, ստեղծարարությունն ու խաղաղությունը։ Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում մեր հանրապետության գլխավոր թատրոնի նախաձեռնությամբ։ Պիտի ասեմ, որ սկսած իր ենթատեքստից, այսինքն մենք խոսում ենք այսօրվա Հայաստանի օրակարգի շրջանակներում եւ գեղագիտության շրջանակներում ենթատեքստ ուրեմն տալուն, այն է ստեղծարարությունը եւ խաղաղությունը։ Դա շատ կարեւոր է մեզ համար եւ շատ կարեւոր ենք համարում, որ հենց պետական գլխավոր թատրոնն է այդ օրակարգի ուրեմն օրակարգը զարգացնում եւ այդ օրակարգից առաջարկում ամբողջ փառատոնի առանցքը։ Դանիելյանը հավելեց, մշակութային ոլորտում վերջին տարիներին իրականացված աշխատանքներն արդեն տեսանելի արդյունքներ են տալիս։ Նա ընդգծեց, որ հանրապետությունում ձևավորվում է մշտական մշակութային եռուզեռ, որը շարունակաբար ընդլայնվում է։ Փառատոնի այս տարվա կարևոր առանձնահատկությունն է հայկական թատրոնների ներգրավումը, այդ թվում Հայաստանից դուրս գործող հայկական բեմերը։ Երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու Պետրոս Ադամյանի անվան Թիֆլիսի պետական հայկական դրամատիկական թատրոնի եւ Ստամբուլի Յանկարծ անկախ թատերախմբի աշխատանքները, ինչը ըստ կազմակերպիչների նպաստում է համահայկական մշակութային կապերի ամրապնդմանը։ Ծրագրում ընդգծված է նաև միջազգային հյուրախաղեր։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել Լիթմուն թատերական ընկերությունը Քերի Վանյա եւ Լիրարքա բեմադրություններով։ Երիտասարդ հանդիսատեսի համար նախատեսված է ընտանեկան ներկայացում աշխատարան 8 տարեկանից բարձր արվեստասերների համար։ Մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև Եվրամիության եւ Գյոթե ինստիտուտի հետ համատեղ իրականացվող գործակցային ծրագիրը, որի շրջանակում հայաստանաբնակ պարողները աշխատում են հայտնի Սաշա Վալց եւ հյուրեր խմբի պարող Դավիդե դե Պրետորոյի հետ։ Երեքշաբաթյա փորձերից հետո ստեղծված նոր պարային ներկայացումը կցուցադրվի Սունդուկյանի անվան թատրոնի բեմում։ Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսն էլ իր հերթին ընդգծեց Հայաստանի կարևոր տեղը եվրոպական մշակութային ընտանիքում։ Հայաստանը միանշանակ եվրոպական մշակութային ընտանիքի կարևոր անդամ է։ Մենք փորձում ենք ստեղծել կայուն հարատև մշակութային կապեր, ինչպես Հայաստանի հասարակության, այնպես էլ այս երկիր այցելողների համար։ Ծրագիրը հրաշալի է հարուստ հետաքրքիր անուններով։ Գերմանիայի Գյոթե ինստիտուտի ներկայացուցիչ դոկտոր Յան Թագե Քյուհլինգը կարևորեց եվրոպական խմբի մշակութային մեխանիզմի ներդրումը Հայաստանում։ Այս տարի Գյոթե ինստիտուտը լիարժեք բացել է իր դռները Հայաստանում։ Նախարարության, դեսպանության եւ եվրոպական մշակութային ինստիտուտների համատեղ ջանքերը հնարավորություն են տալիս ստեղծել նոր ծրագրեր եւ նոր հնարավորություններ բեմարվեստի զարգացման համար։ Երևանյան միջազգային թատերական փառատոնը հայ հանդիսատեսին կներկայացնի աշխարհի թատերախմբերի լավագույն բեմադրությունները, ստեղծելով շփման հարթակ տեղական եւ միջազգային արվեստագետների համար եւ աջակցելով հայկական թատրոնի միջազգային ինտեգրմանը։ Ավելի քան 10-օրյա մշակութային ծրագիրը Երևանը դարձնում է տարածաշրջանային թատերական խաչմերուկ, ամրապնդելով Հայաստանի տեղը ժամանակակից բեմարվեստի քարտեզում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։